Ինչպես էր տանտիկինը շիլա եփում։ Լատիշական հեքիաթ։ Մի տանտիկին նախաճաշի համար ալյուրով շիլա է եփում։ Շիլան լցնում է փայտե դույլի մեջ ու տակը մի գունդ կարագ դնում։ Դույլը ծածկում է կափարիչով, վերցնում է ուսափայտը, մի կողմից կախում է շիլայով դույլը, մյուս կողմից թանով դույլը և գնում է մաճակալների մոտ։ Իսկ դաշտում աշխատում էին տանտերն ու բատրակը։ Տանտիկինը սկզբում ճաշը բատրակին է տալիս։ Ախր չէ որ կարագը դրել էր շիլայի տակ, տանտիրոջ համար։ Բատրակն ուտում է շիլան, համից չի կշտանում։ Ախր կարագը հալվել էր ու շիլայի երեսը բարձրացել։ Կշտանում է ու դույլի մեջ մնացած շիլան տալիս տանտիրոջը։ Նա էլ մնացորդ շիլան բերում է ամուսնուն։ Ամուսինը սկսում է ուտել։ Սկզբում ձայն չի հանում, իսկ հետո այնպես է նախատում կնոջը, ինչու շիլայի մեջ կարագ չես դրել։ Դրել եմ, տակը նայիր, ասում է կինը։ Ամուսինը խառնում է ամբողջ շիլան, բայց որտեղից կարագ գտնի, կարագն արդեն վաղուց կերել են։ Ու տանտիրուհին հասկանում է վերջապես, որ կարագը հալվել է ու վեր բարձրացել, ուրեմն բաժին է ընկել բատրակին։ Ինչ արած, տանտերը ստիպված է լինում անհամ շիլա ուտել։ Դրանից որոշ ժամանակ հետո տանտիկինը նորից է շիլա եփում, բայց ոչ թե ալյուրով, այլ ձավարով։ Շիլան եփում է, հետո լցնում փայտե դույլի մեջ ու գնում մաճկալների մոտ։ Բայց այս անգամ կարագը վերևից էր դրել ու սկզբում գնում է ոչ թե բատրակի մոտ, այլ ամուսնու։ Շիլան բերում է ամուսնուն, որ նա ուտի, իսկ ինքը գնում է ձյուն կերտալու։ Ուտում է ամուսինն ու հարցնում. Ինչու կարագ չես դրել ճաշի մեջ։ Տեղը փոս ես արել ու մոռացել ես դնել։ Ուշքդ ու միտքդ որտեղ է, որ մոռանում ես շիլայի մեջ կարագ դնել։ Ախր ես մի մեծ գունդ կարագ եմ դրել, նեղանում է կինը։ Ինչ արած, ամբողջ կարագը հալվել է և իջել ճաշի տակ։ Այդ օրվանից նա այլևս շիլա չի եփում, որովհետև չի կարողանում հիշել, թե կարագը որտեղ դնի, վերևում, թե ներքևում։